Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը։ Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը եւ վառելիքը թանկանում են, սպասելի էր։ Այո, էլի է թանկանալու։ Ու սպասում ենք դա։ Որովհետեւ ծախս է արին, խաբեցին եւ այլը, հետո անցան բնական սպասարկման թանկացումներն է բնական պետք է լինեն։ Անխուսափելի է դա։ Էլի է ոնց են ապրելու Կեսը գնացել է Հայաստանի, կեսն է պետք է գնա։ Այս ժողովուրդը ձեզ ինչ արի, հարգելի իշխանություն։ Արա, հենց արեք ձեզ էլ լավ եղնի, այս ժողովուրդն էլ լավ եղնի, էլի։ Մեկ այս հողի վից ես ենկոմ չեմ գնալու։ Ես այս իմ հայոց հողի վից ենկոմ չեմ գնալու։ Ուզմա թուրքը գա, ով ուզմա գա, ես կպայքարեմ իմ պայքարը։ Բայց ենկոմ չեմ գնալու։ Ինչքան ուզում է իրանք վատ թարացնեն, ընտրությունը անցավ, ակցիզային հարկը եղի բարձրացավ, կարաս ասես։ Այ ընտրություններից անմիջապես հետո ակցիզային հարկը թանկացավ եւ դրանով Գիտեմ, ակցիզային հարկը դա ձև է, դա էս պետական պարտքեր են բոլորը, ուշ թե շուտ, ժողովրդի մարմնից պետք է հանի ինքը այդքան հարկեր հասկացան, կամ սիգարետները որքան թանկացնում է հիմարավայր, շիբուխը խիար թանկացնում, չէ որ մարդիկ ծխում են դարդից, գոնե մի տեսակ, երկու տեսակ, այժմ սիգարետ պտիրնի, որ մարդը պետք է ծխի, դու ուզում ես 2000 դրամ շինի միտուփը, մարդը դարդից է ծխում, մարդը ինչի՞ց է ալկոգոլիկ դառնում, էլի ադբեդի էլի դարդից կամ նեղությունից կամ վատ սպասելի էր ես գիտեի դրա ուշ թե շուտ նա օրը գալու է որ ասենք համաշխարհային բանկը կամ երաժիշտի բանկերը ասելու նախբերջան դու մենք քեզ տվել ենք այսքան տարով այսքան տոկոսով բան ինքը գիտես ինձ դեպի կոպիտ բիզնես ան 2% համաշխարհային բանկից 1% վերցնում է ժողովրդի վզին դրան 16-20% Դա օթից փող աշխատում, այդ միլիոնները, բաց այդ իրանց թապված ծախսերը, որ ոնց ուզում են գնում են, ոնց ուզում են ապրում են, ինչ ուզում են անում են, դա այդպես ետ չի երկարի, բայց մարդիկ պրոստը մեղք են, ժողովուրդը հոգնել է, զզվել է ավելի